Ուրեմն տեսեք, կոչի դրվագին հակիրճ անդրադառնամ, որովհետև դրա շրջանակներում 3 կատարվել են նաև որոշակի գործողություններ, որոնք ինքնին շատ հետաքրքրաժամ են։ Ինչպես գիտենք, Սամվել Կարապետյանը շուրջ 5 ամիս կալանքի տակ էր գտնվում բացառապես կոչի դրվագով փաստված հիմնավոր կասկածի շրջանակներում։ Ու այդ 5 ամսվա ընթացքում մենք նախաքննական մարմնի նաև դատարաններին ներկայացրել ենք ուրեմն փորձագիտական կարծիքներ, այսինքն հատուկ մասնագիտական գիտելիքների տիրապետող լեզվաբանության բնագավառում անձանց կարծիքներ, որոնք փորձագիտական մակարդակով վերլուծել են Սամվել Կարապետյանի խոսքը ելույթների ժամանակ հնչեցված, նաև հոգեբաններին ենք դիմել, հոգեբանական բնագավառի փորձագետներ, իրանք էլ վերլուծել են ժեստիկուլյացիա, միմիկա եւ այլն եւ այլն։ Եվ փորձագետները միանշանակ պնդում էին, որ այդտեղ նախ կոչ չկա, առավել եւս բռնության կոչ չկա, ընդ որում այս երկու հատկանիշները պետք է պարտադիր առկա լինեն, որ կարողանային Սամվել Կարապետյանին ոչ միայն կալանավորեն, այլ նաեւ նախապես քրեական հետապնդում հարուցեն։ Հիմա զարգացումներն եմ ձեզ դրա հետ կապված տեղեկացնում, 3 խուզարկություն է կատարվում փորձագետներից հոգեբանական ներողություն լեզվաբանական բնագավառի փորձագետներից մեկի բնակարանում եւ զարմանալին նա է որ դատարանը սանկցիավորել է նման միջնորդությունը իսկ թեման հետեւյալն է եթե մինչեւ այս վերջի 5 ամսվա ընթացքում այս ապացույցները կարծես թե ըստ Վարույթի հանրային մասնակիցների ապացույցի կարգավիճակ չունեն որովհետեւ այնտեղ պետքա լինի փորձագետի եզրակացություն կարծիքը դրան փոխարինող չի, իհարկե ինչը հակադրվում է գործող քրեական դատավարության կարգավորումներին, 5-րդ ամսվա ընթացքում բնակարանի խուզարկություն ու վարկածը հետևյալն է, որ այ փաստաբանական հարցմամբ ձեզ դիմաց Ռուբեն Հակոբյանին, մյուս 2 փորձագետների տվյալները դուք եք տվել, հարգելի փորձագետ, բացի այդ կանխորոշել եք այն մյուս հայտնի լեզվաբանների տված փորձագիտական կարծիքները։ Ինչ ասենք, եթե այս վիճակն է 53 անդամից բաղկացած քննչական խումբը գործողություններ չունի անելու կոնկրետ արդեն փորձագետների բնակարաններն է խուզարկում, այստեղ առանձնապես արդարություն, արդարադատություն, օբյեկտիվություն ակնկալելը կարծում եմ շատ դժվար է։ Ջանասիրության մասով ես նաև ասեմ, սա նույնպես տեղավորում է այդ համատեքստում 53 անդամից բաղկացած քննչական խումբ, պատկերացրեք այս դահլիճում, որ հավաքվել են երևի 25 հոգի չլինենք ընդհանուր։ Այսինքն 2 անգամ ավել մասնագիտացված պրոֆեսիոնալ քննիչներ եւ 5 ամիս նախաքննություն են իրականացնում Եթե մոտավորապես պատկերացնենք, որ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր քննիչ գոնե մի հոգի կամ 2 հոգի պետք է հարցաքննած լինի, շաբաթվա կտրվածքով եմ ասում, այս գործով, այս գործի շրջանակներում երևակայի հարցաքննված անձանց շրջանակը շուրջ մի 15 անձ է, 16 անձ, ոչ ավել։ Ընդ որում, այդտեղ նաև ընտրողաբար մոտեցում կա, Այն անձանց, ովքեր ըստ մեղադրանքի ունեն առանցքային դերակատարություն, այս, չգիտեմ, սխեմաներ են հանցավոր, հողերի լվացման հետ կապված, բարդ սխեմաներ են, սովորական մահկանացուներս մենք նաև չենք կարողանում հասկանալ դրա այդ, չգիտեմ, պատճառահետևանքային կապը, եզրահանգումների տրամաբանությունը,